ԱՄՆ ներգաղթի քաղաքականության դեմ բողոքի ալիքը դուրս է եկել Լոս Անջելեսի սահմաններից ու տարածվել է ամբողջ երկրով մեկ։ Սան Ֆրանցիսկոյում արդեն ձերբակալվել է 150 մարդ, իսկ Ատլանտայում ցուցարարները օրեր շարունակ գնում են ICE գործակալության գրասենյակի առջև ու պահանջում են ազատ արձակել միգրանտներին։ Նյու Յորքում բողոքողները փակել են Trump Square մուտքը եւ նստացույց անցկացրել Դաշնային ներգաղթային դատարանի դիմաց։ Տեխասում, Օսթին եւ Դալաս քաղաքներում իրավիճակը սրվել է։ Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների եւ իրավապահների միջև։ Այս ամենին միացել են նաև միությունների ներկայացուցիչները, դուրս գալով փողոցներ Սիեթլում, Բոստոնում, Վաշինգտոնում ու մի շարք այլ նահանգներում ու քաղաքներում։ Սա արդեն ոչ թե բողոքի ակցիա է, այլ համազգային ընդվզում ամբողջ Ամերիկայում։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Նյու Յորքում փորձում են կանխել Լոս Անջելեսյան սցենարը։ Իշխանությունները զգուշացնում են, որ անկարգություններ չեն հանդուրժի։ Պենտագոնը Թրամփի հրամանով զորք է ուղարկում Լոս Անջելես։ 134 միլիոն դոլարանոց այս գործողությունը քննադատության ալիք է բարձրացրել։ Ձերբակալվել են Լոս Անջելեսի պաշտոնյայի դուստրերը։ Սկանդալը հասնում է իշխանական վերնախավին։ Թրամփը կտրուկ կրճատել է կոռուպցիայի դեմ գլխավոր բաժինը, աշխատակազմում 5 հոգի են մնացել։ ԱՄՆ ու Չինաստան գերճնշված առևտրային պայքարին տրվում է շունչ առնելու հնարավորություն, ինչ են պայմանավորվել կողմերը։ Apple եւ Adidas խանութները թալանել են Լոս Անջելեսում, ցուցափեղկերը կոտրել են, տեխնիկան գողացել։ Եվ թողարկման ընթացքում ձեզ համար պատրաստել ենք հատուկ անդրադարձ, ինչպես է ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը փոխվել վերջին 10 տարիներին, Օբամայից մինչև Թրամփի վերադարձը, որ նախագահն է ամենաշատ միգրանտներին արտաքսել եւ ինչու է այս ամենը այսօր վտանգ ստեղծում անգամ երկար տարիներ ԱՄՆ-ում ապրող հայերի համար։ Այնպես որ թողարկումը դիտեք մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր նորությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Ներգաղթի եւ մաքսային ծառայության խստացված գործողությունների պատճառով բողոքի ալիք է բարձրացել նաեւ Նյու Յորքում, տեղի իշխանությունները հայտարարել են, որ Լոս Անջելեսի նման անկարգություններ այստեղ չեն հանդուրժի։ Քաղաքապետը հայտարարել է, որ Նյու Յորքի ոստիկանությունը լիովին պատրաստ է վերահսկել իրավիճակը առանց դաշնային միջամտության եւ կոչ է արել խաղաղության։ Նրա խոսքով քաղաքը թույլ չի տա, որ բռնությունը ստվերի քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը։ Ոստիկանության հանձնակատարը ընդգծել է, որ ուժայինները չեն հանդուրժի ոչ գույքի վնասում, ոչ էլ ոստիկանների վրա հարձակում։ Չնայած քաղաքում անցկացվող ներգաղթի դեմ փոքրականակ բողոքի ակցիաներին, ըստ տարբեր տեղեկությունների, արդեն կալանավորվել է 20 ակտիվիստ, իսկ շաբաթվա ընթացքում սպասվում են նոր ցույցեր։ Լոս Անջելեսի քաղաքապետը հայտարարել է պարետային ժամ քաղաքի կենտրոնում, այսպես փորձելով զսպել ներգաղթի դեմ ակցիաների ընթացքում տարածվող անկարգություններն ու թալանը։ Պարետային ժամը գործում է ամեն օր երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան 6-ը։ Այն չի վերաբերում միայն տեղաբնակներին, աշխատողներին եւ լրատվամիջոցի ներկայացուցիչներին։ Չնայած այն հանգամանքին, որ բողոքի ակցիաների մի մասը խաղաղ են ընթանում, համացանցում շարունակվում են տարածվել տեսագրություններ, որտեղ երևում են հրկիզված մեքենաներ, ոստիկանների վրա նետվող քարեր եւ անկառավարելի իրավիճակներ։ Թրամփն արդեն արձագանքել է, հայտարարելով, որ ներգաղթի վերահսկող գործողությունները Լոս Անջելեսում կդառնան ամենօրյա։ Լարվածության ֆոնին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Թրամփի վարչակազմը որոշել է քաղաքում տեղակայել զինվորական ուժեր։ Նախարարը հայտարարել է, որ այս քայլը նպատակ ունի կանխել միգրացիոն ծառայությունների դեմ հնարավոր հարձակումները եւ զսպել բողոքի գործողությունները, որոնք կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ Լոս Անջելեսում ռազմական առաքելությունը կտևի 60 օր։ Պարզվել է, որ զորքերի տեղակայման ծրագիրը գնահատվում է 134 միլիոն դոլար, ինչը քննադատության տեղիք է տվել որոշ օրենսդիրների մոտ։ Սակայն պաշտպանության նախարարը նշել է, որ որոշ նահանգների իշխանությունների անգործությունը կարող էր լուրջ վտանգի տակ դնել քաղաքացիների անվտանգությունը եւ այժմ պետք է վճռական գործել։
Դաշնային դատավորը մերժել է Կալիֆորնիայի նահանգապետի և գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը, որով փորձ էր արվում դադարեցնել Թրամփի և Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող զորքերի տեղակայումը Լոս Անջելեսում։ Դատական հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ Թրամփը հանձնարարեց ֆեդերալ ենթակայության տակ վերցնել շուրջ 4000 ազգային գվարդիացի և Լոս Անջելես ուղարկել 700 ծովային հետևակային։ Նահանգային իշխանությունները պնդում են, որ այս քայլերը անօրինական են և խախտում են նահանգի ինքնիշխանությունը, հատկապես այն պայմաններում, երբ բողոքի ակցիաները հիմնականում անցնում են խաղաղ ձևով։ Դատական որոշումը դարձել է առաջին իրավական արձագանքը այս արագ սրվող հակամարտությունում Կալիֆորնիայի նահանգային իշխանությունների և Թրամփի վարչակազմի միջև։ Թեև միջնորդությունը մերժվել է, բայց դատավորը նշանակել է լրացուցիչ դատական լսում։ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ ցուցարարների, որոնց թվում եղել են նաև քաղաքի աուդիտորի տեղակալի դուստրերը։ Ըստ իրավապահների, նրանք մասնակցել են ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու գործողություններին և դիմադրել ձերբակալությանը։ Քաղաքային պաշտոնյան արդեն հաստատել է իր դուստրերի ձերբակալությունը, նշելով, որ պատրաստ է վճարել նրանց ազատ արձակման գրավը։ Այս դեպքը լայն արձագանք է ստացել քաղաքում, վերհանելով հարցեր, թե որքան խորն են բողոքի ալիքները, ներթափանցում նաև իշխանական շրջանակների ներս։ Ամերիկյան սահմանը վաղուց պարզապես գիծ չէ քարտեզի վրա։ Այն անանցանելի պատ է, որը մարդիկ փորձում են հատել ու անցնել ոտքով, մեքենայով, բեռնախցիկի մեջ թաքնված, եւ այսօր այդ հոսքը հասել է այնպիսի չափերի, որ անգամ ամերիկյան իշխանությունները չեն կարողանում վերահսկել եւ անցնում են խիստ միջոցների։ Շատերը կարծում են, թե անփաստաթուղթ միգրանտները միայն գաղտնի են անցնում Մեքսիկայի սահմանը, բայց բացի այդ տարբերակից շատերը ԱՎՆ են գալիս օրինական ձևով, զբոսաշրջային, ուսանողական կամ աշխատանքային վիզայով։ Երբ վիզայի ժամկետը լրանում է, նրանք պարզապես չեն վերադառնում իրենց երկիր եւ մնում են արդեն առանց օրինական կարգավիճակի։ Ամերիկա մտնելու հաջորդ ձևը անօրինական սահմանի հատումն է Մեքսիկայի կողմից։ Վերջին մի քանի տարվա ընթացքում ավելի քան 7.2 միլիոն նման փորձ է գրանցվել, իսկ իշխանությունները նշում են նաև 1.5 միլիոն մարդու, ովքեր անցել են սահմանը առանց գրանցվելու։ Համեմատության համար վերադառնանք Օբամայի օրեր։ 2012-ին ԱՄՆ-ն հասավ իր պատմության ամենաբարձր արտաքսումների ցուցանիշին՝ շուրջ 438,000 մարդ։ Իսկ երբ սկսվեց անչափահասների հոսքը Կենտրոնական Ամերիկայից, Օբաման որոշեց ֆինանսավորել այդ երկրների դպրոցներն ու ծրագրերը մարդկանց տեղում պահելու համար, բայց այդ քայլերը ոչ բոլորին համոզեցին մնալ։ Օբամայի նախագահության տարիներին ԱՄՆ էր մուտք գործում 300,000-ից 400,000 անօրինական միգրանտ, հիմնականում վիզայի ժամկետը չհարգելով կամ Մեքսիկայի կողմից։ Չնայած հոսքին, Օբամայի վարչակազմը միայն 2012 թվականին արտաքսել է 438,000 մարդ, սահմանելով պատմական ռեկորդ։ Թրամփի նախորդ նախագահության ընթացքում միգրացիոն քաղաքականությունը խստացավ։ Նա սկսեց «Մնացեք Մեքսիկայում» ծրագիրը, ըստ որի ապաստարանի դիմորդները պետք է սպասեին դատին Մեքսիկայում։ Նա նաև բաժանում էր երեխաներին ծնողներից, առաջացնելով միջազգային աղմուկ։ Նախորդ նախագահության ընթացքում արտաքսվել է 800,000 մարդ, ավելի պակաս, քան Օբամայի օրոք։ Բայդենի վարչակազմը խոստացավ վերադարձնել մարդկային մոտեցումը և դադարեցրեց Թրամփի որոշ կոշտ քաղաքականություններ, բայց սահմանային ճնշումը չնվազեց։ Միայն 2023 թվականին գրանցվեց ավելի քան 2.4 միլիոն սահմանային հատման փորձ։ Արտաքսումների թիվը նույնպես աճեց 2024-ին հասնելով 271,000-ի, գրեթե կրկնապատիկ Թրամփի վերջին տարվա համեմատ։ Իսկ հիմա 2025-ին Թրամփը վերադարձել է։ Վարչակազմը սկսել է զանգվածային արտաքսումներին նոր ծրագիր։ Այսը նորից ակտիվ է։ Միգրանտներին ձերբակալում են անգամ դպրոցներից ու հիվանդանոցներից։ Իշխանությունները սա համարում են օրինականության վերականգնում, իսկ քննադատները վախի միջոցով վերահսկում։ Այսի նոր քաղաքականությունը թույլ է տալիս արտաքսել միգրանտներին առանց լիարժեք դատական գործընթացի, ինչը վտանգում է նաև երկարաժամկետ բնակիչներին, այդ թվում հայ ընտանիքներին, որոնք չունեն օրինական կարգավիճակ։ Շատերը դեռ փորձում են Ամերիկա գալ լավ ապրելու հույսով և փախչում են իրենց իրականությունից։ Նրանց համար ԱՄՆ շարունակում է մնալ վերջին հույսը։ Ամերիկյան Axios կայքի հաղորդմամբ Լոս Անջելեսում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ու ցուցարարների կողմից մեքսիկական դրոշի ցուցադրումը
Խանութների եւ մեքենաների վնասումը դարձել է Թրամփի մեծ ու գեղեցիկ օրենսդրական փաթեթի լավագույն գովազդը։ Ըստ աղբյուրների, այս գործողությունները ավելի են նպաստել ներգաղթային խստացման օրակարգի առաջխաղացմանը, քան կոնգրեսում իր աջակից հանրապետականները։ Թրամփը օգտագործում է բողոքի ալիքը որպես ճնշման գործիք կոնգրեսի հանրապետականների վրա, որպեսզի նրանք աջակցեն նոր օրենսդրական նախաձեռնությանը։ Նախագահի վարչակազմը դիտարկում է այս իրադարձությունները որպես հիմք վերջ դնելու ապաստարան քաղաքների քաղաքականությանը, որոնք երկար ժամանակ պաշտպանել են ապօրինի ներգաղթյալներին դաշնային արտաքսումներից։ Վերջին հարցումների ժամանակ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը ավելի մեծ աջակցություն է ստանում ամերիկացիների կողմից, քան նրա տնտեսական կամ հակաճգնաժամային քայլերը։ Հարցվածների 54%-ը հայտարարել է, որ աջակցում է Թրամփի արտաքսման քաղաքականությանը, իսկ 50%-ը ընդհանուր ներգաղթի քաղաքականությանը։ Համեմատության համար հարցվածների միայն 42%-ն է դրական գնահատել նրա տնտեսական քաղաքականությունը, իսկ ընդամենը 39%-ը գնաճի դեմ տարվող գործողությունները։ Այս արդյունքները ստացվել են նախքան Թրամփը հունիսի 8-ին հրահանգեց ազգային գվարդիային մուտք գործել Լոս Անջելես միգրացիոն բողոքները ճնշելու նպատակով։ Չնայած հակասական որոշումներին եւ Լոս Անջելեսում ու այլ քաղաքներում անցկացվող զանգվածային ցույցերին, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Թրամփի խիստ ներգաղթային միջոցառումները շարունակում են լայն ժողովրդավարություն վայելել։ Մեկնաբանություններում գրեք, թե դուք ինչ կարծիք ունեք Թրամփի ներգաղթի քաղաքականության մասին։ Միսսուրի նահանգի հանրապետական սենատորը օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է բարձրացնել ԱՄՆ-ում դաշնային նվազագույն աշխատավարձը, հասցնելով այն ժամում $15։ Հիշեցնեմ, որ նախորդ եթերի ընթացքում մենք խոսել էինք ԱՄՆ-ում աշխատավարձերի խնդրի մասին, նշել, որ ներկայիս ցուցանիշը $7.25 է եւ գործում է 2009 թվականից ու արդեն երկար ժամանակ չի վերանայվել։ Այս օրինագիծը նախատեսում է նաեւ աշխատավարձերի ավտոմատ ինդեքսավորում ըստ գնաճի, որպեսզի չկրկնվի այնպիսի երկար դադար, ինչպիսին տեղի ունեցավ վերջին 15 տարում։ Թեև այս նախաձեռնությունը ստանում է երկկուսակցական աջակցություն, այն միաժամանակ ենթարկվում է գործարար շրջանակների քննադատությանը։ Նրանք զգուշացնում են, նման փոփոխությունները կարող են հանգեցնել ծախսերի ավելացման ու աշխատատեղերի կրճատման։ Թրամփի որոշմամբ կտրուկ կրճատվել են ԱՄՆ արդարադատության նախարարության հանրային պաշտոնների ազնվության բաժնի լիազորությունները։ Բաժինը, որը նախկինում վերահսկում էր բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցվող գործերը, այժմ զրկվել են նոր քննություններ սկսելու իրավունքից, իսկ աշխատակազմը կրճատվել է 30-ից հասնելով մինչև 5-ի։ Դատախազները այլևս չեն պահանջում հանրային պաշտոնյաների ազնվության բաժնի հաստատումը կոնգրեսի անդամների դեմ մեղադրանք ներկայացնելու համար։ Թրամփը սա ներկայացրել է որպես բյուրոկրատիկ խոչընդոտների վերացում, իսկ քննադատները զգուշացնում են, այս փոփոխությունները կարող են բացել ճանապարհ քաղաքական հաշվեհարդարների եւ կոռուպցիայի աճի համար։ ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին բարդ է, բայց մեր գործընկերները բազմիցս ապացուցել են, որ լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում եւ Smart Assist-ի մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ։ Ամերիկայում տեքստային հաղորդագրությունների միջոցով խարդախությունները արագ տարածվում են։ Միայն անցած տարի քաղաքացիները կորցրել են $470 միլիոն եւ բոլոր դեպքերը սկսվել են հասարակ SMS-ից։ Խարդախության ամենատարածված տեսակներից մեկն է կեղծ տուգանքների մասին հաղորդագրությունները։ Նյու Յորք, Կալիֆոռնիա, Ֆլորիդա եւ այլ նահանգներում քաղաքացիները ստանում են հաղորդագրություններ, թե իբր պետք է վճարեն տուգանք, հակառակ դեպքում կկորցնեն վարորդական իրավունքները։ Հաղորդագրություններում կան կասկածելի հղումներ, որոնք տանում են կեղծ կայքեր։ Մյուս տարածված խաբեությունն է առաքման խնդիրների մասին SMS-ները։ Երրորդ տարածված սխեման վերաբերում է հեռախոսային օպերատորների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններին, որտեղ խոստանում են մրցանակ կամ գումար հատուկ հղման միջոցով։ Մասնագետները հորդորում են բոլոր նման հաղորդագրությունները ուղարկել սպամ։ Մեկնաբանություններում գրեք, հաճախ եք ստանում այսպիսի բովանդակությամբ նամակներ։
ԱՄՆ-ն ու Չինաստանը հասել են շրջանակային առևտրային համաձայնության։ Կողմերը համաձայնվել են 90 օրով դադարեցնել միմյանց նկատմամբ նոր մաքսատուրքերի կիրառումը եւ վերանայել արդեն գոյություն ունեցող որոշ սահմանափակումներ։ Թեև մաքսատուրքերը դեռ ամբողջությամբ չեն վերացվել, այս փուլում պայմանավորվել են ժամանակավորապես կասեցնել դրանք բանակցությունները շարունակելու նպատակով։ Երկու կողմերի նախագահների հաստատման դեպքում այս քայլը կարող է հանգեցնել թվային տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումների մեղմացմանը եւ Չինաստանի հազվագյուտ մետաղների արտահանման վերականգնմանը։ Այսուհետև, եթե Ամերիկայի քաղաքացի չեք, ապա չեք կարող քվեարկել Վաշինգտոնի տեղական ընտրություններին։ Ըստ 2022 թվականի ընդունված օրենքի, որը թույլ էր տալիս մշտական բնակիչներին, այդ թվում անօրինական միգրանտներին մասնակցել քաղաքապետի, քաղաքային խորհրդի եւ այլ տեղական ընտրություններին։ Օրենքի չեղարկման նախաձեռնողը Տեխասի հանրապետական կոնգրեսականը հայտարարել է, որ ոչ քաղաքացիների քվեարկությունը արժեզրկում է ամերիկացիների ձայնը եւ կարող է բացել ճանապարհ արտասահմանյան ազդեցության ու ընտրական մանիպուլյացիաների համար։ Մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Լոնդոնում ընթացող ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների երկրորդ օրը ավարտվել է անսպասելի խորհրդանշական տեսարանով։ Սոված չինացի պաշտոնյաները փոխվարչապետի գլխավորությամբ պատվիրել են ոչ թե տեղական խոհանոց, այլ հենց ամերիկյան ֆասթ ֆուդ։ Բանակցողները դեռ համաձայնության չեն հասել, բայց մեկնաբանները սա արդեն անվանել են մշակութային հաղթանակ, նշելով, որ նույնիսկ առանց որևէ համաձայնագրի ԱՄՆ-ն կարծես առաջին միավորն է վերցրել բուրգերներով, պիցցայով եւ իր գլոբալ բրենդներով։ Թվում էր Google-ը ու OpenAI-ը մրցակիցներ են արհեստական բանականության ճակատում, բայց պարզվեց նրանք գաղտնի համագործակցում են։ Reuters-ի տվյալներով մայիսին ավարտված պայմանավորվածությամբ OpenAI-ը սկսում է օգտագործել Google Cloud-ի հզոր ռեսուրսները, վերասահմանելով AI տեխնոլոգիական դաշինքների սահմանները։ Սա ոչ միայն փորձ է դուրս գալու կախվածությունից, այլ նաև մի քայլ, որը Google-ին դարձնում է եւ գործընկեր, եւ մրցակից։ Եթե ձեզ հետաքրքրում են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Մի մոռացեք սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր նոր թողարկումները։ Համաշխարհային բանկի նոր զեկույցի համաձայն 2024 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազել է մինչև 2.3%, ինչը ամենադանդաղ տեմպն է վերջին տասնամյակներում։ Այս ցուցանիշը ներառում է զգալի նվազումներ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ եվրոպական երկրների համար։ Թեև գլոբալ ռեցեսիայի ակնկալիք դեռ չկա, համաշխարհային բանկը նախազգուշացնում է, որ եթե տնտեսական միջավայրը չբարելավվի, մինչև 2027 թվականը աճի տեմպը կընկնի մինչև 2.7%, ինչը կլինի վատագույն ցուցանիշը 1960-ականներից ի վեր։ Տարածաշրջանային առևտրի աճը նույնպես կթուլանա 1.8% 2024-ին, նախորդ տարվա 3.4%-ի դիմաց։ Զեկույցում նշվում է նաև, որ գլոբալ գները կաճեն միջինում 2.9%, ինչը դեռևս ավելի բարձր է համավարակից առաջվա մակարդակից։ Ամերիկայում մի կին պահանջում է $14 միլիոն փոխհատուցում Costco խանութից այն բանի համար, երբ նրա վրա ընկել է ալկոհոլով լի ծանր ցուցափեղկը։ Դիմողը պնդում է, որ խանութում քայլելիս ցուցափեղկը անսպասելի ընկել է իր վրա, պատճառելով լուրջ վնասվածքներ, այդ թվում գլխուղեղի։ Հայցում նշվում է, որ պահանջվող գումարից $9 միլիոն վերաբերում է ֆիզիկական ցավին, իսկ 5 միլիոնը հոգեբանական տառապանքներին, ինչպես նաև ներառում է բուժման եւ աշխատունակության կորստի ծախսերը։ Ըստ դատական փաստաթղթերի ցուցափեղկը կանգնած է եղել մաշված փայտե հենակների վրա, ինչը դիմումատուի կարծիքով խանութի կողմից անվտանգության կանոնների լուրջ խախտում է։ Նա մեղադրում է ընկերությանը ազգուշության եւ պատշաճ վերահսկողության բացակայության համար։ Լոս Անջելեսում բողոքի ակցիաների ֆոնին սկսվել է թալանը։ Հարձակման է ենթարկվել քաղաքի կենտրոնում գտնվող Apple, Adidas խանութները։ Տեղի ունեցածը նկարահանվել է, ցուցադրելով, թե ինչպես են դիմակավորված անձինք կոտրում ցուցափեղկը եւ դուրս բերում տեխնիկա, նոթբուքեր, սմարթֆոններ, խելացի ժամացույցներ եւ աքսեսուարներ։ Իրավապահները հայտնում են, որ խանութի պատերին հայտնվել են No Ice գրություններ, ինչը ցույց է տալիս, որ գողությունը կարող է լինել ոչ թե պարզապես հանցագործություն, այլ քաղաքական դրդապատճառ ունեցող քայլ ընդդեմ միգրացիոն ոստիկանության։ Քաղաքապետը մեղադրում է Թրամփին ընդգծելով, որ նրա կողմից ուղարկված ազգային գվարդիայի ներկայությունն է սրել իրավիճակը։
Ամերիկայում թմրամիջոցի գերդոզավորումից մահերի թիվը հասել է պատմական առավելագույնին, մեկ տարվա ընթացքում լինում են հազարավոր մահեր, միլիարդավոր դոլարների կորուստներ և անդառնալի հետևանքներ։ 2022-ին մահացել է 107,941 մարդ, ինչը նշանակում է յուրաքանչյուր 100,000 բնակչից 32-ը դարձել են թմրանյութի զոհ։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1999 թվականից։ Սովորական թվերի հետևում մարդիկ են, ընտանիքներ, որոնց կյանքը փոխվել է ընդմիշտ։ Այս ողբերգական աճը նոր երևույթ չէ։ Գերդոզավորումից մահացությունները աճել են 19 անգամ վերջին 5 տարվա ընթացքում, աճը կազմել է 57%։ Համեմատության համար, եթե 2013-ին ցուցանիշն էր շուրջ 13-ից 14 մահ 100,000 մարդու հաշվով, ապա 2022-ին այն գերազանցում է 32-ը, ինչը նշանակում է աճ 2-4 անգամ։ Այս աճի հիմնական պատճառը մեկ վտանգավոր նյութն է՝ ֆենթանիլը։ Սա հաճախ խառնում են այլ թմրանյութերին ու դարձնում դրանք մահաբեր։ Այն դարձել է բոլոր գերդոզավորման մահերի 68.4%-ի պատճառը։ Համեմատության համար նշեմ, որ 1999-ին նման դեպքեր գրեթե չկային։ Ֆենթանիլով մահերը աճել են 75 անգամ, իսկ մեթամֆետամինով 51 անգամ։ Սա ոչ միայն առողջապահական, այլև ազգային անվտանգության խնդիր է։ Բայց ահա առաջին անգամ երկար տարիներից հետո իրավիճակը քիչ-քիչ սկսել է փոխվել։ Ըստ վերջին տվյալների, գերդոզավորման մահացությունը նվազել է 27%։ 2023-ին գրանցվել էր ավելի քան 110,000 մահ, մինչդեռ 2024-ին մոտ 80,000։ Սա ամենախոշոր անկումն է վերջին 5 տարիների ընթացքում։ 2024-ին նվազումը զգալի է հատկապես ֆենթանիլով պայմանավորված մահերի մեջ։ Եթե 2023-ին այդ նյութը առաջացրել էր շուրջ 76,000 մահ, ապա 2024-ին այդ թիվը նվազել է մինչև մոտ 48,000-ը, ինչը նշանակում է 37% անկում։ Նման արդյունքներին նպաստել են նալոքսոնը, գերդոզավորման դեպքում կյանք փրկող հակաթույնը, որը վերջին տարիներին դարձել է ավելի հասանելի և կիրառվում է ինչպես բուժաշխատողների, այնպես էլ հասարակ քաղաքացիների կողմից։ Սակայն սա չի նշանակում, որ վտանգը անցել է։ Մասնագետները նախազգուշացնում են, որ մեկ տարվա անկումը չի ապահովում կայունությունը։ Ֆենթանիլը դեռ շրջանառվում է փողոցներում և ճգնաժամը կարող է ամեն րոպե վերադառնալ։ Եվ վերջում լուրեր շոու բիզնեսից։ Քանյե Ուեսթը կրկին փոխել է իր անունը և հիմա պաշտոնապես ներկայանում է Ye։ Նա արդեն 2021-ին հրաժարվել էր Kanye West անունից, սակայն վերջին փոփոխությունը ևս մեկ անգամ ընդգծում է իր էպոտաժային ոճն ու անկախ կերպարը։ Նա շարունակում է մնալ ամենավիճարկվող դեմքերից մեկը ամերիկյան շոու բիզնեսում իր սկանդալային հայտարարություններով։ West-ը նաև հայտնի է իր փորձերով ազդելու Թրամփի որոշումների վրա։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը, ինչպես նաև կոմենտներում գրեք, որ քաղաքից կամ երկրից եք հետևում մեզ։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։